Շնորհակալություն հարգելի գործընկերներ, հարգարժան նախագահող, ուզում եմ որպես համահեղինակ նախագծի ասել, որ պաշտոնների նկատմամբ որոշակի արգելքների հատվածը նախագծի ես եմ հեղինակել, պարոն Աշակյան, անդրադառնալով ձեր հարցին, իրականում բազմաթիվ ոլորտներ կան, որտեղ հանցագործությունների որոշ տեսակներ արգելում են մարդկանց զբաղեցնել, օրինակ կաշառք տալու հոդվածով կամ որևէ հոդվածով դատապարտված անձ չի կարող իրավապահ համակարգում աշխատել, օրինակ դատախազությունում, քննչականում, ոստիկանությունում եւ այլն։ Այսինքն դա նույնպես հանրային բարիքից հասանելիության ձև է, մեկ այլ հոդվածով, մեկ այլ ոլորտներում եւ այլն, այսպես առանձին դիտարկելու հարցեր են։ Ինչ է ընտրակաշառքը առանձնահատուկ դեպք այս պարագայում, որովհետեւ սա ոչ միայն անձի դեմ ուղղված հանցագործություն, այլ հանցագործությունը ուղղված հանրության դեմ, ներքաշելով հանրությանը իր իսկ դեմ հանցագործության մեջ, շատ տրաֆիկինգին մոտ հանցագործությունա, որը գիտեք, որ համաներմամբ ազատվելու հնարավորություն չի տալիս այդ թվում մեր օրենքներով, եւ ես կարծում եմ սրա նկատմամբ հանրային բարիքին հասանելիությունը, այդ մարդկանց հանրային միջոցներին հասանելիություն պետք է սահմանափակված լինի։ Ես պնդելու եմ, որ նախագծի նախնական տարբերակի հոդվածը նույնպես ներառվի, որովհետեւ այն ինչ որ առաջարկում է նախարարություն Տիկին Վարդանյան, սա նաև ձեր հարցի պատասխանն է, դա որոշակի ժամկետով սահմանափակելն է նաև ընտրովի մարմիններում առաջադրվելու հնարավորությունը դատարանի վճռով, մինչդեռ նախնական տարբերակի իմ առաջարկած հատվածում բացի ընտրովի չներառված ընտրովի մարմինները մնացած հանրային միջոցներից օգտվելու եւ հանրային միջոցներին հասանելիություն ունենալու հնարավորություն ունեցող հանրային ծառայողներին վերաբերող հատված էր։ Ես կարծում եմ, այս երկուսն էլ կարելի է ներառել, մանավանդ որ լավ իրավական լուծում են գտել Արդարադատության նախարարությունում, հանձնաժողովի նիստում ավելի մանրամասն եւ բովանդակային կքննարկենք, հետաքրքրվողներին հրավիրում եմ այդ քննարկմանը եւ նաեւ ներողություն եմ խնդրում պարոն Աշակյան, մի հավելում, ես ուզում եմ այն քաղաքացիներին կոչ ուղղել, ովքեր ներգրավված են եղել այս սխեմաների մեջ, ես առաջարկում եմ, որպեսզի նրանք ինքնակամ ներկայանան, համագործակցեն քննության հետ եւ մեղմացնեն իրենց հնարավոր պատիժները։ Շնորհակալություն։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։